տվյալները չես հիշում։ Կարեն գրոյան կարծեմ, 26 տարեկան։ Դե երկուսը, որ հետևում են ինձ ու չեն թողնում, որ քեզ հանդիպեն։ Կարեն, ես չեմ հասկանում ինչ ես ասում, ես ոչ մի երկու հոգու չեմ ճանաչում։ Մեր առաքելությունն այն է, որ մենք տեսնենք ինգան իրոք այդ աղջիկն է, թե չէ։ Այսինքն արժանի է շեֆին, թե չէ։ Շեֆն էլ միջև չհամոզի, որ ինգան իր պատկերացրածնա չի ամուսնանա։ Մենք ուրիշ բան կմտածենք դրան վերացնելու համար։ Մենք ոչ թե այդ մեծահարուստին կվերացնենք, այլ ինգային։ Մենք առանց ինգային ինչ-որ բան ասելու, իրանք կդնենք նենց իրավիճակների մեջ, որ այս ախրանիկները հենց տեսնեն, կարծիքները փոխեն ինգայի մասին։ Ինգ, գիտես ոնց, դու ժամը 11-ին կարաս լինես ցիրկի մոտ։ Ես որ իմանայի քո թուղթը բրթանալու, քեզ զորով չէր տանին ես 11 նկարելու։ Իլ, բայց ինչ լավ եղավ, չէ՞ որ տղաները զանգեցին։ Նկանգնի տեսնեմ, մետկաց, շուշուտ։ Ճիշտն ասած, մի քիչ կասկածել է իմ համար այս ամեն ինչը, բայց դե որ հաշվի անենք մենք երեկոանը ոչ մի բան չունենք անելու, լավ էլ արել եք, որ ընդունել ենք հրավերը։ Դե ես չեմ զարմանում, քո համար ամեն ինչն է կասկածելի է։ Տատուկն է։ Ալո։ Հա, կյանքս։ Ինչ։ Ինչ-որ բան ես ուզում ինձանից խնդրել։ Հլա ասա տեսնեմ։ Արդեն մեռնում եմ հետաքրքրությունից։ Ահա։ Ինչ։ Ձեր ես առնում։ Լավ, որ շատ ես խնդրում, անպայման կգամ։ Ցե։ Էդ ինչ էր ասում։ Խնդրում եմ, որ միասին գնայք իր նշանածի համար նվեր առնենք։ Իր ասելով ես լավ եմ հասկանում գլամուր սիրտուզիբելներից։ Դրա համար եմ ինձ ադիմում։ Հետաքրքիր է։ Գոյ գնամ։ Ու կգնամ։ Ինձ էլ արի թափեք տենց խանութներով ման գալու։ Հələ վեր կաց։ Հաշ։ Մոս։ Արի մի հատ դուրս կանք համտնենք ինգան ինչ եղավ, համել մի հատ մաքուր օդ կշնչենք։ Արի, համել շուտվանից մաքուր օդ չեմ շնչել։ Տաճատ։ Ասում ես այս մեքենան նոր ես առել։ Հա, այսօր եմ առել։ Ինչ կա որ։ Լսի էլը, Տաճատ Վարդանիչ։ Քանի ընկերներդ այստեղ չեն, արի պրիզնատարի։ Այս մեքենան քոնա թե Վարդան Տաճատի չինը։ Ինչ կարևոր է։ Այդ քեզ ինչի է հետաքրքրում որ։ Դե կարող է քո համար տարբերություն չկա, բայց իմ համար կա ու շատ մեծ տարբերություն։ Չի վերցնում, կարողա չգա։ Երկար պահի, հաստատ տաքսի մեջ է ու հեռախոսի զանգը չի լսում։ Ալո, ինգ, պրիվետ Մոսոնա։ Դուր ես ասել։ 2 րոպեից տեղ կլինես։ Լավ։ 2 րոպեից տեղ։ Ապեր։ Կարող ենք յադեկը չգա։ Ոնց չգան, հələ նայ ժամը 11-ն է։ Ինգան էլ տնից կարճ հակած դուրս է եկել։ Եթե հիմա էլ չգան, բայց ինչի են հելել հասել դրանք Երևան։ Դա լստ։ Հան երեխեք ինգան ինչ եղավ, չզանգեմ մի հատ։ Չէ, մի զանգել ջան, ուր որ է հասնում է։ Դա չէ ինչ արար այսօր գայշին։ Այս սումկեն, ու սրա համար 3 ժամ ման ենք եկել խանութները։ Թե որ 3 ժամ ման ես եկել Լիլ ջան։ Այդ սումկեն քոնն է։ Ոնց թե իմն է։ Տենց։ Գայշը ներվայնացրեց փոշմանեցի։ Այդ տղա դու ինձ $500 անոց նվեր ես անում։ Դե թե չես ուզում, խնդիր չկա։ Ուզում եմ։ Արա սրան $500 փող ես տվը։ Երեխեք, հենա, հենը լինգա։ Տեսել են մեր ընկերները, չեն։ Ինչ ընկերներ։ Հեչ, բանակային։ Տաճ, էլ առաջ քշի, ինգային վախացնենք, էլ։
Լմիրը ոչ մեկը ձեն չանեք, տաճ լուսամուտները չիջացնես հլը տնակ ինչ անում։ Երեխեք մեղ կկվախենա, մի արեք տենց կատակներ։ Այ քեզ բան, մենակ ես էր պակաս գլխներիս։ Ես փաստորեն ինքան սենց, հա։ Ապա ես սրանից լավ ոչ չեմ առնում։ Ապա կներես ես էի։ Լավ երեխեք, եկեք բացենք պատուհանը։ Հեսա կլացի։ Լավ տոշնյա, մոս բացիլ է պատվանը։ You stormed into my life like a hurricane coming, spinning around like a devil from horns to toes. Ապա մեր շուտեր ասենց համարները գրի։ Աշկից մենք լուրջ պրոբլեմներ ունենք։ Երեխեք նենց էի վախեցել։ Ինձ թվաց է սենց կփախցնեն։ Մերը ասել է պատուհանը բացեք, հեսա սիրտը կճաքի։ Սրանք էլ իրանց հերթին հումոր են անում։ Լավ ժողովուրդ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ու հիմա ով կարասի ուր ենք գնում։ Ապա շեֆը որ իմացավ, չէ։ Ապա շեֆն է։ Դե պատասխանում է։ Ապա արի դու պատասխանի, ես ներվայնանում եմ սկսում եմ կակազել, որ կակազան պակ ջոգել է մի բան է ինչի։ Լավ, բայց ինչ ասում։ Ապա ինչ տենում ես էնել ասա։ Ալո։ Հա, շեֆ։ Հա, հետևում ենք։ Ինչ անում։ Պարզվում է, որ նույնիսկ ամենավախենալու եւ ոչնչից չվախեցող տղաներն էլ ունեն իրենց այսպես կոչված սարսափ ֆիլմերը։ Ասեմ, շեֆ ջան, ինչ անում։ Քնում է, քնել է ուզում։ Դե քնած է, ընկերուին ճոճորում է, օրորում է։ Հա, երևի կատակ են անում, էլի։ Հա, հանգիստ եղի դու։ Մենք հետևում ենք։ Ոչ մի խնդրեմ չի լինի, դու հանգիստ եղի։ Ահա, բարի գիշեր։ Ինչ կատակ։ Արա դու սենց կատակ ես տեսել։ Ապա եթե ես իրան ասեի սենց բան է կատարվում, իր մոտ կարտնարար ոչ adekvat է ու պատկերացնում ես մեր հետ ինչ կաներ։ Նենց որ ապեր մենք ունենք լուրջ խնդիրներ։ Դա էլ էս ճիշտ ասում արա։ Ռանգեր։ Չգիտեմ ես տղեն ով է։ Բայց ահա որ անկուշտ է, հա։ Նախորդ բուրըն երեկոյից հետո բոլորս լուրջ հանգստի կարիք ունեինք, եւ հաշվի առնելով այն, որ այսօր Կիրակի էր, դա դժվար չէր կազմակերպելը։ Մոսոյի համար Կիրակին մնացած օրերից տարբերվում էր միայն նրանով, որ այսօր նա կարող էր երկար քնել։ Բայց ինգայի մոմենտով առաջ ընկած կա։ Չէ, ախի։ Որ ասիր իրան սիրում միրում ես։ Ինչ որ մի բան ասեց։ Բայց ով ասում որ ասել է։ Արալի չես ասե։ Հարմար առիթ չի։ Հարմար առիթը դու պետք է ստեղծես, այ չափ։ Հեսա ձեռիցդ կտանես, ու հանգիստ կնստես կոֆե կխմես։ Լուրջ ես ասում։ Մի ռոպիկ ան։ Բա իհարկե։ Բայց ինչ կրնում։ Դե օրինակ կարաս հրավիրես կաֆե, ունդեղ սիրտդ բացես։ Գրնա դու հանճար ես գրել։ Հիմա քո հանճարը ուղեղով, հələ մտածի տնա մտ հողը որտեղից չար։ Խոսքի ես կարելի է ինչ անել։ Ինչ։ Ես տունը լրիվ մենակ լինեմ։ Հա, ու ձեր կուրսի լիլոն գա մեր տուն։ Հա, արա լավ էլի գրնոջ։ Դու մտքից էլի յան չես տվել։ Ապա հələ ինձ նայի։ Բայց այդ մտքից յան տվող տղու նման եմ։ Вообще-то ես դեմ եմ այդ գնով փող աշխատելուն, բայց ինգայիս համար պրինցիպներս էլ են գտնում։ Պայմանավորվա։ Պայմանավորվեցի։ Մոս։ Եթե
Լիլիոն մեր տուն չի տալի, այս 10,000-ի 10 պատիկը տալիս ես ինձ։ Հաշ, պարուկը։ Գա։ Երեք լավ տժացիք։ Ինչ արեցինք։ Լավ ուրախացանք էլի։ Նա ձեր մորտը չի զանգել։ Չէ, էլի կորել է։ Ան աչքիս հետ ինքն է։ Նկարչի անունը դու վրձինը վերցրու ձեռդ։ Մոսոնա, տեսնես ինձ խիազանգել։ Պատասխանի կիմանաս։ Ահա, մոս ջան։ Պրիվետ։ Լավ դու ոնց ես։ Ոչ մի բան։ Ուր։ Մի րոպե։ Լեսի մոսոնից կաֆե է հրավիրում։ Դու էլ գնա։ Բայց ես Բայց դու ինչ։ Խրիս իրան չեմ սիրում։ Էդ ինչ կապ ունի։ Խր հեչ իմ ճաշակով չի։ Ինգա, քեզ թվում այսօր հանդիպում են իմ ճաշակով են բոլորը։ Արի դու գնա, կգաս կպատնես մի լավ կծիծաղանք։ Համել որ ես լինեի մեծ հաճկով կգնայի։ Մեկա չեմ գնա։ Ինգա լավ էլի խնդրում եմ, գնա խնդրում եմ։ Լավ, համոզեցի։ Հա, մոս ջան, կգամ։ Պայմանավորվեցինք։ Ապրես։ Եվ վստահ եմ, որ երեկո մոսեր տխուր չի անցնի հաստատ։ Բայց զուր տողուն հույսեր եմ տալի, գիտես։ Տենց բան չկա։ Ինքը շուտ հույսով ես ող տղաներից չի։ Լավ է։ Տեսա ոնց համաձայնեց։ Ուրեմն հաստատ ինձ սիրում է։ Հələ դու տենց մի ուրախացի։ Ամեն դեպքում մոսո դու պատրաստ եղիր։ Ինչի պատրաստ լինեմ։ Դե հա ասելուց հետոյվա պաչիկի։ Պաչիկ։ Պաչիկ։ Մենակ չասես որ պաչվել չգիտես մոսո։ Հա ոնց չգիտեմ։ Ընկերներից, բարեկամներից որտենում եմ, պաչում եմ։ Արա այդ չէ։ Նորմալ։ Նորմալ պաչիկ։ Նորմալ պաչիկ։ Չգիտեմ եք կրնում։ Ընգնում ես Լյուբոյի ալիքի վրա ու սովորում ես նորմալ պաչվել։ Բայց ով վրա սովորեմ։ Իմ։ Կրնու գոնը թրաշվի էլ։ Ինչ ես էշեշ բաներ խոսում։ Պարտադիր չի ինչ-որ մեկի վրա պաչվել սովորես։ Դու կարաս օրինակ օդի մեջ պաչվել սովորես։ Այլու դեմ է։ В общем, ես դրա մասին կմտածեմ։ Կրնո մտածում եմ 10,000-ը կարող է քիչ ունի, հա։ Ռուսաստանից է եկել, կարող է լսում, հա։ Ոք նորմալ աղջիկ է։ Դժվար թե տենց թանկ բաներ ուզի։ Լավ։ Արա դու պաչվել սովորի, պաչվել։ Սովորում եմ։ Տաճատն իր կիրակին որոշել էր անցկացնել կրկին սովորականի պես, որսի դուրս գալով։ Բարև ձեզ։ Որ կողմ եք գնում, կարամ ձեզ տանեմ։ Շնորհակալ եմ, ինքս կգնամ։ Սիրուն ջան, եթե դու ինձ մերժես, ես սաղ կյանքս ինձ չեմ ների, որ քեզ թողեցի փողոցներում ու տուն չհասցրի։ Կես եմ խմել ու մի քանի տարի հետո հորս սաղ կարողությունը վարի կտամ։
Ոնց եմ սիրում խելացի աղջիկներին։ Դե ասա, ուր ես գնում։ Ուր տանես։ Բա հարմարավետներին ոնց եմ սիրում։ Արասուշ ինչ մի բան կիսա Ինչ-որ մի բանի հետ պետք է բաչվեմ, բայց ինչ Wishing he was someone else because the posters on the wall they don't look like him at all. So he ties it up, he tucks it in, he pulls it back, he gives a grin, laughing at himself because he knows he ain't loved it all. He gets his courage from the can and makes him feel like a man because he's loving all the ladies, but the ladies. Normal. Pomidor եմ ուտում։ Հա? Դու այ իզվրաշենից։ Ով ա տեսել այսքան ժամանակ, որ մարդ նստի բասկաթոռի մեջ, աչքերը փակած, լիրիկական երաժշտության տակ այսպես պոմիդոր ուտի, հա? Վարդիկ ձա, մտքերով է ընկել։ Մեր գյուղացի տղա եմ, գյուղն էի կարոտել, մամայիս էի կարոտել, պապայիս էի կարոտել, մեր կովին էի կարոտել, հարևանի բաղչեն էի կարոտել։ Դու այ պոմիդորաֆիլ։ Դու խոսքը հարևանի բաղջիկը մի գցի։ Դու ինձ ասա, թե այդ պոմիդորին ինչի էր այդպես անհարմար վիճակի մեջ դրել։ Լսի, այդ պոմիդորին նենց էր պաչում։ Լսի, քիչ մնաց իմ հավեսն էլ տար։ Ինչ խոսում վարսիկ ծյոծյա։ Ես պոմիդորը չէի պաչում, ուտում էի։ Յա, այդ ձեր գյուղում հիմա պոմիդորը տենց են, հա ուտում։ Հա։ Մեր գյուղում։ Պոմիդորը համարվում է սուրբ բանջար։ Իրեն ուտելուց առաջ պիտի պաչես, պիտի սիրես, որտեղ ինքը պատերազմի ժամանակ մեր զորքին սովից փրկել է։ Զորքը որ գնում էր պատերազմ, պոմիդոր էր ուտում անպայման, որ ուժը տեղը լիներ, արունը տեղը լիներ, որ կարողանար լավ կռիվ աներ, առաջ ձիերով գնում էին, պոմիդոր։ Այ գրիմ եղբայրներ, այդ հեքիաթները կգնաց ուրիշներին կպատմես։ Ու մի բան էլ ասեմ, ես շատ ուղիղ խոսող կին եմ, շատ։ Ուշադիր լսի, այդ քո պոմիդորի հետ կապված սիրային պատմությունը, եթե չես ուզում բոլորը իմանան, ես կարող եմ այնպես անել, որ չիմանան, դե մեծ աշխարհը, հետո այսօր ամեն ինչ իրեն գինը ունի։ Բա, մոսոտղա։ Ես շանտաժ եք անում։ Ես։ Շանտաժ եք անում։ Բա մեր հարաբերությունները տենց է եղել, վարսիկ ձյա։ Լսի մոսո, մեր հարաբերությունները տենց է եղել, տենց չի եղել, դա իմ համար կարևոր չի։ Սրանից հետո լինելու է այնպես, ինչպես ես եմ ուզում, հասկացար, մոսո տղա։ Հա, իմի ջանոց, վաղն էլ վարձի օրնա, մոսո տղա։ Ոյ մոսո։ Հեսա այդում ենք ռեստորան, մետ եղնիկի խորոված ուտենք, հետո կեզ տանում եմ հյուրանոց, մի կեզ ժամ աշիկ կպցնենք ու ծրվենք տներով։ Ասի, բայց դու ինչ անհամբրի հարուստ ես, 15 րոպե ինչ ծանոթացել ենք, արդեն սեքս ես առաջարկում, մեջդ վաբշե ռոմանտիզմ չկա։ Forbes-ի ցուցակով տաճատ ամենակարողը, ամենառոմանտիկ մեծահարուստներից է։ Ու այդ ես քեզ հեսա կապացուցեմ։
Բարև ձեզ։ Ձեր ամենաթանկ բուկետը որն է։ Մերսի Տուրիկ ջան։ Խնդրեմ։ Բարև կյանքս։ Ո՞նց ես։ Ես ինչ լավ է քեզ տեսա։ Մենակ չխափես ու չասես, որ այդ ծաղիկները իմ համար են։ Ես վարդ չեմ սիրում ու դու դա շատ լավ գիտես։ Չէ, կյանքս իհարկե քոնը չեն հենց ծաղիկները, էս Էդոինն են։ Տաճատիս հասկանում, որ դու ուզում ես ես քեզ հավատամ, բայց ես քեզ իսկ հարգելով չեմ հավատում, որ քո Էդոյի մեջ սիրավեպ կա։ Չէ, այդ հավատանը միշտ սիրավեպ։ Ուղղակի Էդոն սիրահարվել է իրանց գործի տեղի Անուշիկին ու խնդրեց, որ ես իր անունից ծաղիկ առնեմ, տամ։ Էն էլ Էդոյից օֆիսը։ Լավ, համոզեցիր։ Դե տարտուր այդ ծաղիկները Անուշիկին ես մեքենայդ մեջ կսպասեմ։ Չէ, պետք չի։ Էդոն խնդրեց մեկ էլ, որ եթե հանկարծ քեզ հետ տեսնեմ, միասին գնանք ծաղիկները տանք, ամեն ուրիշ բան չեն մտածի։ Այս մեկն էլ համոզեցիր։ Գնացինք։ Գժվել է։ Բարև ձեզ։ Ինչ կցանկանայիք։ Ինգա ջան, արխային ուզի, ինչ ուզում ես, ինչ սրտը վտանցնում է ուզի։ Ինձ մի հատ սառը կարկադե, մեկ էլ կեսար սալատ։ Իսկ դու։ Ինձ էլ մի հատ այդ կեսրարից ու մի հատ էլ գարեջուր։ Շատ լավ։ Անուշիկ ջան, բարև, թույլ կտաս։ Իհարկե։ Անուշիկ ջան, նշանած է սա, Գայանեն, կյանքս Անուշիկն է, Էդոյի գործընկերուհին։ Առ Անուշիկ ջան։ Էդոն փոխանցեց ու ասեց, որ ինքը քեզ շատ է սիրում։ Մերսի տաճատ ջան, Էդոյին կփոխանցես, որ շատ զգացված եմ։ Հա, անպայման կփոխանցեմ, Անուշիկ ջան։ Դե մենք գնանք։ Հաջողություն։ Գնացինք գայուշ։ Ստեսություն։ Ես տենց էլ գիտեի, որ Էդոն ինձ սիրում է։ Մինչ տաճատ Վարդանիչն իր պրոբլեմներն էր հարթեցնում, դրանով իսկ պրոբլեմների առաջ կանգնեցնելով ինձ, Վարդան տաճատիչը առաջին անգամ պետք է հանդիպեր իր ապագա պրոբլեմին։ Այս Վարդան տաճատիչի մեքենան չի։ Լիլ ջան, այս քո շանսն է, պետք է արագործես։ Դե մտածի, հա մտածի։ Ո՞նց է ցավում։ Աղջիկ ջան, այդ $1000 քիթը ջարդվեց, ինֆլյացիայի ենթարկվեց։ Չէ, Վարդան տաճատիչ։ Ամեն իմ քիթը վիրահատած չի։ Ինքը բնականից է սենց գեղեցիկ։ Է, դու ինչ ճանաչում ես։ Դե, ես ես։ Դե,
տեսով չի ճանաչում։ Մի րոպե։ Հազար ներողություն։ Դուք ինձ ճանաչում եք։ Չէ։ Շնորհակալություն։ Հաստորեն ինձ ոչ բոլորն են ճանաչում։ Դե ես տեսել էի համել որ Լավ։ հարցրեք։ Լավ աղջիկ ջան։ Ես քո ժամանակը չունեմ, եղավ։ Հաջողություն։ This town is colder now. I think it's sick of us. It's time to make a move. I'm shaking off the rugs. I've got my heart set on anywhere. I'm Ուրե ժամանակ դու ասել ժամանակ ունենաս իմ համար։ Can you see what I see? Ви знаєте, дуже часто хто намагався проти Барселони активно грати стартові хвилини. Думаю, що навіть з Шахтарем така ж була Я, Վալուս տճոջա։ Այս խնա կոմեդի փոխյալ։ Ես ու մերնիլուս պրծան։ Ինչ հայ, լավ։ Երկար պատմությունա։ Հմ։ Բայց մոսունիա։ Բան ապը, կլուբա գնացել։ Ինգայն է։ Ուզում է ներ խոստովան։ Հաստատ։ 100%։ Այսպես արդեն ասած է կրնի։ Բացը, աչը։ Բացը։ Գրնո ես գնացի։ Ամա մնա հեսա կգան։ Ապել հիշեցի վրաս գործում եմ։ Դայ։ Լավ մոսու տղա, ես քեզ սև առաջարկություն ցույց կտամ։ Շատ համով սալատա։ Շատ կարելի է տաճատին ասել, որ իր հարսանիքին հենց այս սալատից պատվիրի։ Համբար։ Նենց ուրախ եմ, որ տաճատը ամուսնանում է։ Իրոք ինքն ու գայուշը իրար շատ են սազում։ Հա, իրոք շատ սիրուն զույգ են։ Մոս, բայց դու ինձ բան ունեիր, չի ասելու։ Հա, ճիշտ է։ Լավ է հիշացրեցիր։ Դե ասա։ Ասա այդքան դուխ ունի, որ ասի։ Արի գնանք դուրս, մի քիչ ման կգանք, մի քիչ կշփվենք, ընթացքում էլ կասեմ։ Լավ։ Ապեր, ընկեր, մի հատ մեր հաշիվը բեր։ Լսում եմ։ Այս փողը վերցնում ես, հաշվի մեջ գրում ես 500,000։ Չէ, տնօրինությունը որ իմացավ, ինձ աշխատանքից կհեռացնի։ Ապեր դու ինձ ասա, այս փողը մոտդ, ինչ կապ ունի որտեղ ես աշխատում։ Ես նման բան անել չեմ կարող։ Ստեղից անենք կգնաս ուրիշ տեղ։ 500,000, իրանց հաշվի մեջ գրում ես։ Բաբր հարցն ինչի է տեն շատ։ Որ գրպանիդ փողը հանես նայես, երևակայությունդ կաշխատի, մի բան կասես։